Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարար Բեատե Մայնել-Ռայզինգերի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ավստրիայի միջև երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման ուղղված նախաձեռնությունները, մտքեր փոխանակել Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման գործընթացի հեռանկարների շուրջ։ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին եւ նրան ներկայացրել Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության խնդիրները եւ գործունեությունը Հայաստանի հարավում։ Նշվում է, որ Կանադան առաջին իսկ օրերից աջակցել է դիտորդական առաքելությանը, ցուցաբերելով շարունակական աջակցություն։ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են Իրանի եւ Ֆրանսիայի նախագահները Մասուդ Փեզեշքյանը եւ Էմանուել Մակրոնը բանակցություններ են վարել երկկողմ հարաբերությունների եւ Իրանի միջուկային խնդրի շուրջ։ Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել հանցավոր դավադրության գործով։ Նա մեղադրվում է Լիբիայի հանգուցյալ բռնապետ Մուամար Քադաֆիից միլիոնավոր եվրո ապօրինի ֆինանսավորում ստանալու մեջ 2007 թվականին նրա հաջող նախագահական քարոզարշավի համար Սարկոզին մեղադրանքները չի ընդունում։